Կարծում եմ ձեր ներկայությունը շատ կարևոր է նախ եւ առաջ հայ հանրությանը ներկայացնելու այն այլանդակությունը, այն հակապետականությունը, հակաեկեղեցականությունը, այն անամոթությունը, այն անբարով արկագիծը, որ ներկա քաղաքական իշխանությունը ցուցաբերում է եւ սա նաեւ հնարավորություն է, որ հանրությունը տեսնի, թե որքան պիղծ են այս մարդկանց արարքներն ու գործողությունները, որ անգամ նման ինչ ասեմ, մարդու ուղեղի մեջ չտեղավորվող մեղադրանքներ են ներկայացվում, ասենք 7-8 տարվա վաղեմության ժամկետներն անցած ինչ որ ենթադրյալ գործողությունների մասով, որ ակնհայտ է շինծու է, փորձում են իրենց նպատակին ծառայեցնել։ Ես կարծում եմ առաջին հերթին սա պետք է ազդակ լինի հանրությանը մերժելու հիմնովին, հիմնահատակ, արմատապես մերժելու այս այլանդակությունը։ Եվ այդ այլանդակությունը կրող ներկա քաղաքական իշխանությունը, նրա հլու հնազանդ կամակատար դատախազությանը, որպես պետության մեջ սահմանադրությամբ ամրագրված հիմնական գլխավոր մեղադրողի, որովհետև սրա գործողությունը, դատախազության գործողությունը ոչ այլ ինչ է, քան ծառայել նեռին, ծառայել սատանային, ծառայել հակահային, Հայաստանի Հանրապետության կենտրոններին, ուրիշ բացատրություն ես այստեղ չունեմ։ Տեսեք, շատ ակնհայտ։ Ես կարծում եմ նախ հանրության ճնշող մեծամասնությունը գտնվում է իսկապես տեղեկատվական տերորի մեջ։ Տեսեք, այսքան լրատվականներ կան, չէ, բայց ցավոք սրտի այսքան լրատվականներով ընդդիմությունը իր ունեցած ռեսուրսներով չի կարողանում մրցել այն այլանդակ ապատեղեկատվության հետ, որ գեներացրել է այս քաղաքական իշխանությունը, նրա պատվիրատու օտարերկրյա կենտրոնները եւ նրանց ֆինանսավորմամբ իրականացվող տեղեկատվական տերորը։ Եվ ես առաջին գլխավոր խնդիրը սա եմ համարում։ Երկրորդը իսկապես հանրության մոտ այն ապագայի նկատմամբ մշուշոտ պատկերացումը, որ ինչ է լինելու վաղը։ Տեսեք, այս մարդիկ չեն վարանում, անգամ պետականության ամենակարևորագույն ատրիբուտները փորձում են ներկայացնել, ծառայեցնել իրենց իշխանության կենտրոնացման համար եւ հանրությունը չի արձագանքում դրան։ Դրսում էլ ուրիշ արձագանք է գտնում, դրսին փաստացի համոզել են, որ Հայաստանում հիբրիդային պատերազմների այսպես փորձեր են կատարվում, ինչպես Մոլդովայում եւ այլն։ Հիմա ասում են նույնիսկ ֆինանսավորելու են, որ այստեղ պատերազմների դեմ պայքարեն։ Հիմա ով իշխանությանը դեմ է, փաստացի համարվելու է գործակալ։ Այս իրականությունը ինչի չի տեղ հասցվում նաև միջազգային հանրությանը, որ այն պաշտոնական պարզաբանումներով չառաջնորդվեն ու բոլորին չդիտարկեն հիբրիդային այսպես գործակալներ։ Տեսեք, նախ այնպես չի, որ փորձ չի արվում։ Ընդդիմությունը իր ողջ ռեսուրսներով քաղաքական ներկայացվածություն միջազգային կառույցներում, այդ թվում նաև հայ դատի գրասենյակները իրենց հնարավորության սահմաններում ներկայացնում են տիրող իրավիճակը, բայց քանի որ միջազգային, այդ թվում նաև արևմտյան կենտրոնների համար փակվում են բոլոր աշկերը, երբ որ կեղծ թեզ է դառնում իրենց համար իրականություն, որ իբր այս իշխանությունները պայքարում են ռուսականության դեմ եւ դրա ներքո իրականացում են ամենաայլանդակ հակաժողովրդավարական մեթոդներով, նրանց աշկերը կարծեք թե փակված են։ Ինչը կարող է ճեղքել։ Ես կարծում եմ սրա ուղղությամբ կարող է բավականին լուրջ աշխատանք տարել այն մեր համայնքական ռեսուրսի այն հատվածը, որը որ համաշխարհային ճանաչում ունի եւ կարողանում է իր խոսքը տեղ հասցնել։ Դրա համար օգտվելով առիթից նաեւ դիմում եմ սփյուռքահայության այն հատվածին, ովքեր որ ունեն խոսքի
այն կշիռը արժեքը, որ որոշակի հատվածներում գոնե հնարավոր է տեղ հասցնել եւ իրենց հեղինակությունը կարող են օգտագործել բացելու նաեւ շատ միջազգային հանրության տեսակետից շատ կենտրոնների աչքերը այս այլանդակությունների վրա։ Առաջինը սա, երկրորդը հանրության մեջ ամենաակտիվ հատվածը անկախ նրանից թե քաղաքական ինչ հայացքներ է կրում, նրանք բոլորը պետք է այսօր համընդհանուր պայքար տանեն այս իշխանությունների դեմ, այս այլանդակություններին վերջ տալու համար։ Եվ վերջապես երրորդ կարևոր ռեսուրսը իմ խորին համոզմամբ դա բոլոր այն հնարավոր մեթոդներն են, միջոցներն են, որոնք օրենքի շրջանակներում թույլ կտան պայքարելու այս այլանդակության դեմ։ Այդ թվում նաև ամոթանքի այն արշավը, որ պետք է սկսվի իրավապահ մարմինների նկատմամբ։ Բոլորի կողմից, ընդ որում ես նկատի չունեմ անօրինական արտահայտություններ, վիրավորանքներ եւ այլն։ Ճշմարտությունը բացելու, նրանց բերելու իսկապես մարդկայնության դաշտ, չասեմ նույնիսկ օրինականության, ասեմ մարդկայնության դաշտ, որովհետեւ չի կարող էլ այս աստիճանի այլանդակություն չի կարող ուղղակի լինել։ Եվ սա պիտի հանրային պարծավանքի արժանանա այս մեթոդները։ Այս մարդկանց տակտիկան ժողովրդի համար պիտի պարզ լինի։ Սկզբում վարկաբեկել, հետո ամենաայլանդակ, ամենաանտրամաբանական մեթոդներով մարդկանց ներկայացնել մեղադրանքներ։ Նույնը Արշակ Սրբազանի պարագայում է։ Սկզբում վարկաբեկել, որովհետև չեն մարսում այն նզովքը, որ արեց Արշակ Սրբազանը, վարկաբեկել, այնուհետև փորձել քրեական տարբեր գործերի հետ կապել, հետագայում էլ նաև ամենաայլանդակ ձևով տանել սահմանափակումների։ Տեսեք, sense բան ուղղակի չի եղել հայ ժողովրդի պատմության մեջ, նույնիսկ թաթար-մոնղոլական ժամանակներում չի եղել, հա, եկեղեցու սրբազաներին տևական ժամանակ անազատության մեջ պահելու եւ այլն։ Եվ ես դիմում եմ նաև այն սրբազաներին, որոնք որ այսօր հրապարակային դուրս են եկել այսօրվա եկեղեցական իշխանության դեմ։ Հարգելի սրբազաններ, այն ինչ որ ձեզ ներկայացվում է իշխանության կողմից, ձեզ օգտագործում են որպես գործիք։ Ես խնդրում եմ, մի ենթարկվեք, մի կատարեք այդ բաները։ Անկամ նույնիսկ եթե խնդիր կա եկեղեցի ներսում, դա եկեղեցի ներսում լուծվող հարցեր են։ Դրանք չեն կարող քաղաքական իշխանության կամ նույնիսկ քաղաքական ընդդիմության համար դառնան գործիքներ։ Դուք մի դարձեք այդ խաղի մասը։ Դուք եթե իսկապես այն ինչ որ դուք ասում եք, հավատարիմ եք հայ եկեղեցուն, երբեք հայոց պատմության մեջ չի եղել, որ հայ եկեղեցու ներքին հարցերը փորձեն լուծել քաղաքական իշխանության միջոցով, եթե անձնական նպատակներ չեն հետապնդում։ Անկամ նույնիսկ եթե ձեր հոգևոր եղբայրներից նեղված եք, նեղացած եք, այդ խնդիրները լուծեք ներսում, մի պառակտեք եկեղեցին։ Դե պարզ է, չէ, պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ միայն եկեղեցում իշխանափոխություն իրականացնելն է, այլ նաև հայ առաքելական սուրբ եկեղեցի դավանող արժեքները վերացնելը, վերափոխելը, աղանդավորությունը ներթափանցել հայ եկեղեցու ներսում արդեն։ Ինչպես որ դա հաջողվել է շատ այլ երկրներում, քրիստոնեական տարբեր եկեղեցիների պայմաններում, եւ այդ երկրներում պարզապես հոգևոր պաշտպանվածությունը ստորադասվել է օրվա նյութական արժեքներից։ Պարոն Մինասյան, բայց այնուամենայնիվ գուցե եկեղեցու ներսում այդ խնդիրները այլևս հնարավոր չի եղել լուծել, որ բացառում եմ ես։ Որ քաղաքական Ես բացառում եմ, անգամ նույնիսկ եթե այդպիսի իրավիճակ է եղել, որ որևէ սրբազանի կամ սրբազաների խմբի խոսք, անգամ նույնիսկ եթե ներսում
պատշաճ ընթացք չի ունեցել, ոչ քրիստոնեական կանոնները, ոչ մեր եկեղեցին ներքին կանոնակարգերը թույլ չեն տալիս նման վարքագիծ դրսևորել։ Պետության սահմանադրությունը Ձեզ ասեմ մի բան, ստեղ այլևս ոչ սահմանադրություն, ոչ կանոնակարգ պետական օրենքների մակարդակով, այս իշխանության համար ամեն ինչ ստորադասվում է մեկ անձի ցանկությամբ, մեկ անձի կամքից։ Եվ հետևաբար ես ավելի շատ ուզում եմ, որ եկեղեցու ներսում այս ամենը գիտակցեն, հասկանան, որ չի կարող այդպիսի բան լինել, որ դու փորձես քո ներքին խնդիրը լուծես քաղաքական իշխանության մեթոդներով։ Եթե այդպես լիներ, հայ եկեղեցին 1700 տարի չէր դիմանա, չէր կարող ապրել։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը հիշում եք տարիներ առաջ, երբ որ Պապ Թագավորի մասին էր խոսում, իրեն դրել էր Պապ Թագավորի տեղ եւ ասում էր Պապ Թագավորը այս անգամ չի սպանվելու եւ այլն, ինքը այդ մեթոդներով փորձում է հիմա սպանել հայ եկեղեցին եւ նրա առաջնորդներին։ Առանց գիտակցելու, որ սպանությունը բացառելու լավագույն տարբերակը կամ լավագույն ցանկությունը ոչ թե չարին ծառայելն է, այլ հենց բարու շրջանակներում երկխոսության մեջ մտնել եկեղեցու հետ, որի բոլոր իրավական հիմքերը ինքը ուներ եւ հիմա էլ ունի։ Պարոն Մինասյան, երեք Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ԱԱԾ աշխատակիցներին խնդրել է գնալ Շիրակի, հոգևորականների մոտ եւ հորդորել, որ վեհափառի անունը չտան։ Այս մասով ինչ եք կարծում, սա ինչ արարք է եւ ինչ կարելի է։ Ակնհայտ է, որ սա իրավական տեսակետից լիազորությունների վերազանցում է, քրեորեն պատժելի արարք է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի, կառավարության ղեկավարի պաշտոնական որևէ գործառույթի մեջ դա չի մտնում։ Այդ իսկ գիտեք, սահմանադրության համաձայն պետական մարմիններն ու պաշտոնատար անձին կարող են իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որի համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքով։ Դրանից դուրս ցանկացած բան, որ իրականացվում է, դա հակաօրինական է, լիազորությունների վերազանցում է եւ բնականաբար ենթակա է քրեական պատասխանատվության։ Էլ չասած, որ մեկ այլ քրեական հոդվածով էլ նախատեսված է կրոնական կազմակերպության օրինական գործունեությանը միջամտելը, խոչընդոտելը։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօրվա իշխանությունները ակնհայտորեն կատարել են այսպիսի արարքներ եւ շարունակում են կատարել ու այդ ինքնախոստովանական ցուցմունքը, որ հետո դառնալու է նաեւ քրեական գործի համար հիմք, սա ինքը ասել է։ Ինքը որպես խնդրանք է ձևակերպում այս ինքնով է որ խնդրել է։ Ինքը պաշտոնատար անձը, ինքը խնդրանքը ո՞րն է։ Ինքը կամ գործում է իր լիազորության սահմաններում կամ չի գործում։ Խնդրեք, որ չգնան, կընդառաջեն ձեր խնդրանքը։ Նախ ինչի ծիծաղեցի, որովհետև ոչ միայն խնդրանքը այդ մարդկանց համար ոչ մի արժեք չունի ընդդիմության, այլ նաև իրենք ամեն ինչ անում են, որպեսզի ընդդիմությունը չերևա ասպարեզում, ընդհանրապես ամեն ինչ անում են, որպեսզի ընդդիմություն չլինի, էլ ուր մնաց մի հատ էլ խնդրանքի պայմաններում բավարարեն։ Հիմա խնդրում եմ, մի արեք այդ այլանդակությունը, մի կատարեք այդ հակօրինական խնդրանքը, եթե դա խնդրանք է ձևակերպում, չակերտավոր, հա, ընդհանրապես գործեք ձեր լիազորությունների սահմաններում, ԱԱԾ, ոստիկանություն, տեսնենք, կբավարարեն։ Շնորհակալ եմ։ Ազատություն մեր բոլոր սրբազաններին, մեր բոլոր քաղբանտարկյալներին, համոզված եմ, որ շատ շուտով վերանալու է ամենը եւ հայ ժողովրդի պատմության մեջ այս շրջանը հիշվելու է որպես հակահայկական, հակաեկեղեցական, հակապետական, անբարոյական, անամոթության մի ժամանակահատված, երբ որ իշխանությունը այս բոլոր իր գործողություններով փորձում է ոչնչացնել հային։ Իսկ հայը չի ոչնչանա, հայը մնալու է եւ ապրելու է։